Լեբլեցուն Արմավիրի կենտրոնական հրապարակ, ողջունում եմ ձեզ։ Առաջարկում եմ ինձնից ձախ, մի քիչ նոսր կանգնեք, որ ընդդիմությունը նկարելու, վաղը լրատվականներով ցույց տալու բան ունենա։ Ընդդիմությունը վաղը ներկայացնելու է, որ դուք այսօր այստեղ վարչական ռեսուրսով եք եկել։ Գիտեք ինչի, որովհետև ընդդիմությունը չի պատկերացնում դեպք, երբ որ քաղաքացին կարող է իշխանությանը սիրել։ Իսկ քաղաքացին ինչ է սիրում իշխանությանը, որովհետև իշխանությունն էլ քաղաքացուն է սիրում, որովհետև մենք քաղաքացու իշխանությունն ենք, իսկ դուք մեզ իշխանություն տված, իշխանության պահող քաղաքացին եք, ես ձեր ցավը տանեմ։ Երկար մտածում էի, ինչի մասին կարելի է խոսել Արմավիրում, և որոշեցի ընդամենը այստեղ, այս հարթակից պատմեմ, թե ինչ կտեսնեի ես 8 տարի առաջ, եթե կանգնած լինեի այս նույն տեղում, այս նույն հարթակում։ Իմիջիալյոց խոսելու եմ բացառապես նրա մասին, ինչ է այստեղից շատ մոտ է և ինչ է այստեղից տեսնել հնարավոր է։ Ինձնից ձախ կտեսնեի թալանված, սեփականացրած զբոսայգի, որ աղբավայրի էր վերածվել։ Մենք սեփականացրած զբոսայգին դատական կարգով հետ վերադարձրինք համայնքին և այսօր առանց չափազանցնելու այն Հայաստանի լավագույն ժամանակակից զբոսայգիներից մեկն է։ Ինձնից աջ կտեսնեին կիսաքանդ սրճարանով աղբանոցի վերածված ևս մեկ զբոսայգի, որն այսօր դարձել է արմավիրցիների սիրած վայրերից մեկը։ Դիմացս տարին 12 ամիս չաշխատող Արմավիրի շատրվաններն էին, տարին 12 ամիս չաշխատող շատրվանները, այդ շատրվանները Արմավիրում վերջին 10 տարիների ընթացքում մինչև հեղափոխությունը ոչ ոք միացրած և աշխատելուց չէր տեսել։ Ինձնից աջ և ինձնից ձախ ձգվում էր քանդուքարապ եղած Աբովյան փողոցը, Արարատյան փողոցը քանդուքարապ էր, Երևանյան փողոցը քանդուքարապ էր, Չարենցի փողոցը քանդուքարապ էր, Սայաթնովան քանդուքարապ էր, Միասնիկյանը քանդուքարապ էր, Երևան-Արմավիր ճանապարհը քանդուքարապ էր, Արմավիր-Գյումրի ճանապարհը քանդուքարապ էր, Արմավիրը քանդուքարապ էր։ Ինձնից ցախ տեսնելու էր քանդված ավերված երկրորդ մանկապարտեզը, որին մանկապարտեզ ասելը չափազանցություն էր։ Իմիջիալյոց նախքան 2018 թվականը Արմավիրում չկար մի մանկապարտեզ, որ աշխատեր տարին 6 ամսից ավել, չկար այդպիսի մանկապարտեզ, որ տարվա 6 ամիսը պարապուրտի չլիներ։ Դիմացս Արմավիրի երկրորդ դպրոցն էր, բետոնե հատակով, գաջած պատերով, գարշահոտ սանհանգույցներով դպրոց, որտեղ 30 և ավել տարի սերունդներ են գնացել դասի։ Ահա այդպիսի վիճակում էին պահում Սերժը և Ռոբը Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի մարզկենտրոն Արմավիրը։ Մինչև հեղափոխությունը Արմավիրում գեթ 1 լեդ լուսատու չկար, եթե հիմա կասեն, որ ընդամենը 1 լեդ լուսատու Արմավիրում եղել է, գլուխները պատով կտան։ Արմավիրում վերջին անգամ փողոց էր նորոգվել 2004 թվականին, երբ որ ես դարձա Արմավիր համայնքի ղեկավար ստանալով ձեռքվեն, Արմավիրում ասֆալտապատված ընդամենը 1 փողոց կար։ Այդ փողոցը ասֆալտապատել էին ընտրություններից առաջ և ոչ պետական բյուջեի, Լինսի հիմնադրամի միջոցներով։ Այսօր ուզում են իշխանության գալ, որ Արմավիրում ինչ անեն, որ Արմավիրը դարձնեն աղբանոց, նորից բերեն մետաղյա ցախավել հիշեցնող տոնածառ տնգստեն քաղաքի կենտրոնում։
Մարդ իշքան պիտի զզվի սեփական քաղաքացիներից, որ մետաղե ջարդոնը բերի ներկայացնի որպես տոնածառ, հազիվ է արմավիրսին պրծել ձեզանից։ Սիրելի քաղաքացիներ, այն փոփոխությունները, որ տեղի են ունեցել քաղաքում, տեղի են ունեցել Արմավիրի մարզում, տեղի են ունեցել ձեր բոլորի աչքի առաջ։ Դրանից հետո մենք մի քանի անգամ վստահության քվե ենք ստացել։ Ես երբեք չեմ մոռանա 2021 թվականին մեր համար բարդ ժամանակներում դուք ինչպես կանգնեցիք մեր կողքին։ Արմավիր քաղաքում քաղաքացիական պայմանագիրը 2021-ին 4.5% ավել ձայն ստացավ, քան ստացել էր 2018 թվականին։ Եվ հիմա մեր համար մեկ մոտիվացիան դա է, ձեզ ամենօրյա աշխատանքով վերադարձնել են վստահությունը, որը դուք մեզ տվել եք 2018 թվականին, որ մեզ տվել եք 2021 թվականին եւ աշխատել, որպեսզի այդ վստահության քվեին արժանանանք նաեւ 2026 թվականին։ Այն աշխատանքները, որ իրականացվել են նախորդ տարիների ընթացքում, իրականացվել են ոչ խաղաղության պայմաններում։ Եվ հիմա 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո Հայաստանում հաստատված խաղաղության պայմաններում առաջիկա 5-ամյակում ավելի, շատ ավելի, աննախադեպ ավելի մեծ ծավալի աշխատանքներ ենք իրականացնելու, որովհետև սիրում ենք ձեզ, որովհետև վստահ ենք, որ դուք արժանի եք լավագույնին եւ մեր խնդիրը ձեզ համար լավագույնը ապահովելն է։ Եվ դրա համար ես ձեզ խնդրում եմ հունիսի 7-ին անպայման գնացեք ընտրության, անպայման գնացեք ընտրության, վերցրեք համար 16 քվեաթերթիկը եւ տեր կանգնեք խաղաղությանը, տեր կանգնեք Հայաստանի ինքնիշխանությանը, տեր կանգնեք մեր երեխաների ապագային, տեր կանգնեք Արմավիրին, տեր կանգնեք Վաղարշապատին, տեր կանգնեք Մեծամորին, տեր կանգնեք Բաղրամյանին, տեր կանգնեք Փարաքարին, տեր կանգնեք Ֆերիկին, տեր կանգնեք Հայաստանի Հանրապետության բոլոր բնակավայրերին, որտեղ փոփոխությունները ակնհայտ են եւ որտեղ փոփոխությունները տասնապատկվելու են առաջիկա 5 տարիների ընթացքում։ Գնացեք ընտրական տեղամաս, վերցրեք համար 16 քվեաթերթիկը եւ տեր կանգնեք խաղաղությանը։ Շնորհակալ եմ։